Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, որպես ուժեղ Հայաստան խմբակցության կողմից ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու, առաջին հերթում ուզում եմ տարակուսանքս հայտնել պարոն Հայկ Վարմանյանի թեկնածությունը մերժելու հետ կապված, խորին համոզմունք ունեմ, որ վերջինիս գիտելիքներն ու փորձը կարող էին լավագույնս ծառայեցվել Հայաստանի Հանրապետության շահին, ինչևէ, պարոն Վարմանյանը միևնույնն է այդ հանձնաժողովում է լինելու, այնպես որ սպասեք նրան։ Անցնեմ ելույթիս, այսօր մենք արդեն քննարկում ենք ոչ թե մեկ թեկնածուի հարցը, այսօր մենք որոշում ենք շատ ավելի կարևոր հարց։ Որոշում ենք Հայաստանի խորհրդարանում վերահսկողությունը ի վերջո պետք է լինի իրական, թե ձևական։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ազգային ժողովի ամենակարևոր հանձնաժողովներից է։ Այստեղ են քննարկվում պետական բյուջեն, հարկային քաղաքականությունը, պետական պարտքը, պետական փոխառությունները, բանկային համակարգը, ֆինանսական շուկաները, աուդիտը և պետական ֆինանսների կառավարման ամենազգայուն հարցերը։ Այսինքն, այստեղ քննարկում է ոչ թե պարզապես պետության փողը, այլ քաղաքացու փողը։ Երբ բյուջեն սխալ է պլանավորվում, դրա գինը վճարում է քաղաքացին։ Երբ պետական պարտքը աճում է առանց հստակ ռազմավարության, դրա գինը վճարելու են նաև մեր երեխաները։ Երբ հարկային բեռը անհավասար է բաշխվում, դրա գինը նույնպես վճարում է քաղաքացին։ Երբ պետական միջոցները վատնվում են կամ ծրագրերը չեն իրականացվում, դրա հետևանքները տեսնում է յուրաքանչյուր ընտանիք։ Հետևաբար, այս հանձնաժողովը պարզապես օրենսդրական աշխատանք իրականացնող մարմին չէ։ Այն խորհրդարանի ֆինանսական վերահսկողության գլխավոր գործիքներից մեկն է։ Եվ այստեղ ուզում եմ առանձնացնել մի խնդիր, որի մասին հաճախ խոսում ենք թվերի լեզվով, բայց պետք է խոսենք նաև մարդկային լեզվով։ Դա կապիտալ ծախսերի թերկատարումն է, թերևս ես այս հարցին անդրադարձել եմ նաև նախորդ իմ ելույթում։ Երբ պետությունը նախատեսում է գումար ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի, ենթակառուցվածքի կամ որևէ այլ ծրագրի համար, բայց այդ գումարը չի ծախսվում, դա պարզապես բյուջետային ցուցանիշ չէ։ Դա նշանակում է չկառուցված մանկապարտեզ, որի արդյունքում, օրինակ, մայրը չի կարող վերադառնալ աշխատանքի, որովհետև երեխային մանկապարտեզ չի կարող տանել։ Դա նշանակում է չվերանորոգված ճանապարհ, որի արդյունքում գյուղացին իր արտադրանքը չի կարողանում հասցնել շուկա։ Դա նշանակում է չիրականացված ծրագիր և չստեղծված աշխատատեղ։ Չնայած գումարը միշտ չէ, չծախսված գումարը միշտ չէ, որ խնայված գումար է։ Շատ դեպքերում դա չստեղծված հնարավորություն է։ Ուստի մենք պետք է ոչ միայն հաստատենք բյուջեն, այլև վերահսկենք դրա կատարումը։ Պետական գնումները, կապիտալ ծրագրերի իրականացումը պետք է գտնվեն խորհրդարանի խիստ վերահսկողության ներքո։ Եթե որևէ գերատեսչություն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, հասարակությունը պետք է իմանա դրա մասին և ստանա հստակ, պարզ պատասխաններ, ինչու չի կատարվել, ով է պատասխանատուն և ինչ է արվելու, որպեսզի նույնը չկրկնվի։ Այստեղ առաջանում է այսօրվա քաղաքական հիմնական հարցը. ով պետք է վերահսկի իշխանությանը։ Իշխանությունը ինքն իրեն վերահսկել չի կարող։ Սա որևէ անձի կամ որևէ քաղաքական ուժի նկատմամբ անվստահության հարց չէ։ Սա ժողովրդավարական համակարգի ամենապարզ տրամաբանությունն է։ Եթե իշխանությունը կառավարում է, ապա խորհրդարանը պետք է վերահսկի։
Եթե մեծամասնությունը որոշում է, ապա փոքրամասնությունը պետք է կարողանա հարցնել ինչու։ Եթե կառավարությունը ծախսում է հանրային միջոցները, խորհրդարանը պետք է կարողանա հարցնել ինչպես, որտեղ եւ ինչ արդյունքներով։ Հենց այս պատճառով ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահությունը ընդդիմությանը վստահել է քաղաքական քմահաճույք չէ։ Դա իշխանությունների տարանջատման, հակակշիռների համակարգի տրամաբանական շարունակությունն է։ Ընդդիմադիր նախագահը չի նշանակում, որ հանձնաժողովը պետք է վերածվի քաղաքական պատերազմի դաշտի։ Ընդհակառակը, մենք առաջարկում ենք մասնագիտական փաստերի վրա հիմնված պետական շահով առաջնորդվող աշխատանք, բայց մասնագիտական լինել չի նշանակում լինել լրակյաց։ Մասնագիտական վերահսկողությունը նշանակում է տալ դժվար հարցեր։ Բյուջեի քննարկման ժամանակ պահանջել հիմնավորումներ, հարկային արտոնությունների դեպքում պահանջել դրանց արդյունավետ գնահատում, պետական պարտքի դեպքում պահանջել ռիսկերի ամբողջական գնահատում, պետական երաշխիքով վարկերի դեպքում պահանջել պատասխաններ հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ Աուդիտի արդյունքների դեպքում պահանջել ոչ միայն փաստաթուղթ, այլև հետևանք, որովհետև հաշվետվողականությունը հաշվետվություն ներկայացնելը չէ, հաշվետվողականությունը պատասխանատվություն կրելն է։ Այսօր մենք ունենք հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանի խորհրդարանը հասունանում է որպես իրական վերահսկողության ինստիտուտ։ Շատ ժողովրդավարական խորհրդարաններում հենց ամենազգայուն հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է ընդդիմությանը, որպեսզի վերահսկողությունը չլինի խորհրդանշական, մենք նույնպես կարող ենք ընտրել այդ ճանապարհը։ Եվ այստեղ ես ուզում եմ շատ ուղիղ հարց հնչեցնել։ Եթե իշխանությունը չի վախենում վերահսկողությունից, ապա ինչու պետք է վախենալ ընդդիմադիր նախագահից։ Եթե պետական բյուջեն թափանցիկ է, ինչու վախենալ դրա մանրամասն ուսումնասիրությունից։ Եթե պետական գնումները արդյունավետ են, ինչու վախենալ դրանց վերահսկողությունից։ Եթե հարկային արտոնությունները հիմնավորված են, ինչու վախենալ դրա մասնագիտական քննարկումից։ Որովհետև ուժեղ վերահսկողությունը թույլ է տալիս ժամանակին տեսնել սխալը, ուղղել այն և կանխել ավելի մեծ խնդիրները։ Իշխանությունը, որը չի լսում քննադատությունը, կարող է ժամանակավորապես պահպանել հարմարավետությունը, բայց երկարաժամկետ կորցնելու է վստահությունը։ Իսկ պետությունը, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց վերահսկում են, բայց միաժամանակ աշխատում են պետական շահի համար, ավելի կայուն է։ Ուստի այս ընտրությունը չպետք է դիտարկվի որպես իշխանություն, ընդդիմություն, հերթական քաղաքական հակամարտություն։ Սա ընտրություն է վերահսկողության և վերահսկողության բացակայության միջև։ Սա ընտրություն է փակ որոշումների և բաց հաշվետվողականության միջև։ Սա ընտրություն է ձևական խորհրդարանի և իրական խորհրդարանական վերահսկողության միջև։ Հարգելի գործընկերներ, եթե մենք իսկապես հավատում ենք իշխանությունների տարանջատման, զսպումների և հակակշիռների սկզբունքին, ապա պետք է պատրաստ լինենք այդ սկզբունքը կիրառել նաև այն ժամանակ, երբ դա մեզ համար քաղաքականապես հարմար չէ։ Ժողովրդավարությունը միայն մեծամասնության իրավունքով կառավարելը չէ։ Ժողովրդավարությունը նաև մեծամասնության պատրաստակամությունն է թույլ տալու իրեն վերահսկել։ Ես կոչ եմ անում բոլոր մեր գործընկերներին աջակցել այն սկզբունքին, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերապահվի ընդդիմադիր պատգամավորի։ Սա ոչ թե ընդդիմության հաղթանակն է, սա խորհրդարանի հաղթանակն է։
Սա ոչ թե իշխանության թուլությունն է, սա ինստիտուտների ուժեղացումն է։ Եվ ոչ թե մեկ քաղաքացու ուժի շահն է, սա Հայաստանի Հանրապետության շահն է։ Տնտեսությունը ու պետական ֆինանսները սիրում են սթափ հաշվարկ, կարգապահություն և պատասխանատվություն։ Իսկ ժողովրդավարությունը սիրում է վերահսկողություն։ Մենք առաջարկում ենք երկուսը միասին՝ պրոֆեսիոնալ աշխատանք, խիստ վերահսկողություն և պետական շահը վերդասող քաղաքականություն։ Իսկ ինչու հենց իմ թեկնածությունը։ Ես ունեմ գրեթե 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։ Թեև իմ կրթական ուղին այլ է եղել, իմ մասնագիտական գործունեության ընթացքում երկար տարիներ աշխատել եմ ֆինանսների, տնտեսության և ֆինանսական կառավարման ոլորտում։ Հետևաբար, հստակ պատկերացնում եմ, թե ինչպիսին պետք է լինի հանձնաժողովի նախագահի դերը։ Իմ առաջնային խնդիրները լինելու են 3-ը։ Առաջին, կազմակերպել հանձնաժողովի աշխատանքն այնպես, որ այն լինի անաչառ, բաց բոլոր խորհրդարանական ուժերի տեսակետների նկատմամբ, իրականացնելով պարլամենտարիզմի այն սկզբունքը, որի համաձայն խորհրդարանը պետք է լինի ոչ թե իշխանության որոշումների ձևական հաստատողը, այլ դրանց լիարժեք քննարկման և վերահսկողության հարթակը։ Երկրորդ, լինել առավելագույնս պահանջկոտ, կառավարության կողմից ներկայացվող փաստաթղթերի, հատկապես պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունների նկատմամբ։ Երրորդ, ցանկացած հարց գնահատել ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի շահի տեսանկյունից։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը լինի իրական խորհրդարանական վերահսկողության ինստիտուտ։ Եվ ինչպես ասել է Արայիկ Հարությունյանը, մենք բոլորս այստեղ իշխանություն ենք։ Եվ եթե հանձնաժողովի ընդդիմադիր նախագահի ընտրությամբ դուք կարող եք հաստատել, որ այդ խոսքերը անկեղծ էին, մենք կսպասենք։ Այո, մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր մոտեցումներ և տարբեր պատկերացումներ Հայաստանի ապագայի վերաբերյալ, բայց հուսով եմ, որ այստեղ գտնվող բոլորս ունենք մեկ նպատակ, և դա Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն է։ Շնորհակալ եմ։